Կա չէ ուղեղիդ մեջ ինչ-որ անկյուն, այս կողմերը, ստեղ, չգիտեմ, նայած ում մոտ ոնց։ Հեն որ ամենակայֆ հիշողություններդ ու էմոցիաներդ են տեղ, են հորը մանկությունից։ Հետո դու բացարձակ երջանիկ ես, աշխարհը արևոտ է։ Այդ հիշողությունների մեջ ինչ-որ դեպքեր են, օրեր, վիճակներ, էմոցիաներ, որոնք իսկական են։ Ու այդ ամեն ինչը, երբ որ փորձես պատմես ուրիշին, ինքը չի հասկանա, չի զգա նույն էմոցիան, ինչ-որ դու ես զգում։ Ամեն մեկինը հենց մենակ իր համար է։ Ստեղծագործող մարդիկ փորձում են իրանց այդ անկյունը պատմեն ուրիշին, բայց նենց որ լսողը զգա նույն էմոցիան, ինչ որ իրանք։ Գնաց գիտեն, որ այդ անհնար է, բայց փորձում են։ Իսկ եթե գանք ավելի ռեալ ժամանակակից աշխարհ, գոյություն ունի մարքեթինգ։ Ու եթե դու ստեղծագործող ես, ինքը քեզ ասում է, որ դու պետքա հետաքրքիր պատմես, որ լսողը չձանձրանա։ Որովհետև ինչքան էլ քո անկյունը քո համար հետաքրքիր է, այդ քո սուբյեկտիվ վերաբերմունքից է։ Ուրիշի համար դա կարող անհետաքրքիր լինի։ Մի անգամ Հոլիվուդում նայել եմ մի անգամ կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ ու հիասթափվել էի, որովհետև Տարանտինոյից ուրիշ բան էի սպասում։ Չհասկացա այդ ֆիլմը, տես լոմկա գնացի տուն։ Այս վերջերս նայեցի երկրորդ անգամ ու հասկացա, թե ինչքան պրիմիտիվ է ընկալել այն ժամանակ։ Դա Տարանտինոյի նախավերջին ֆիլմն է, ոնց որ ինքն է իր կարիերայի սկզբում ասել, նկարելու է 10 հատ ֆիլմ ու գնա թոշակ։ Ու ինքը ասել է պրոֆեսիոնալիզմի նենց մի հատ լեվելի, որ նկարել է կինո ինքը իր համար, շատ լավ իմանալով, որ դրա կայֆը լիովին մենակ ինքն է զգալու։ Այս կինոն 69 թվի Հոլիվուդն է, այն ժամանակն է, երբ որ փոքր 5 տարեկան Տարանտինոյին մայրը իր հետ ամեն օր տանում էր կինոթատրոն ու ինքը խառը բաներ է նայել այդ ընթացքում, լիքը բան, որ իր տարիքի համար նախատեսված էլ չէին, ու իր ամենավառ էմոցիաները հենց այդ շրջանում է ստացել ու այդ ժամանակ է սկսել սիրել կինոն։ Ու ստեղ ինչ կա, այդ սաղ իր գլխի այս անկյունից հանած էմոցիաներ են սարքած կինո։ Ու լիքը մարդ իմ նման չեն հասկացել առաջին հայացքից ու ասել են, որ անհետաքրքիր էր, որովհետև Տարանտինոյից սպասում էին ինչ-որ սուր զարգացումներով սյուժե, էքշն, լարված դիալոգներ, բայց ստացել են իր մանկական հիշողությունները։